Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Երկար ժամանակա ձեր հետ չենք շփվել, չկաք, չեք, հիմա ինչ գործունեությամբ եք զբաղվում։ Քարոզարշավով։ Բացի քարոզարշավից որտեղ եք աշխատում։ Չեմ աշխատում։ Ո՞նց եք տանիքը փոխել չեք աշխատում։ Նախբերներից մոռացել եք։ Այս դժվար դուք ախպերների հույսին մնաք, պարոն Սանոսյան։ Պարոն Արուշանյան, կարող եք դուք եք ֆինանսավորում։ Ասում կարող եք դուք եք ֆինանսավորում։ Լավ, մի քիչ հումորի տվեցինք Գյումրվան բնորոշ։ Պարոն Սանոսյան, տեսեք, վերջին շրջանում տեղեկատվություն տարածվեց, որ դուք գործուղվելու եք Ամուլսար։ Դուք հերքում թե հաստատում եք այս տեղեկատվությունը, որ գնալու եք Ամուլսար։ Ես առաջարկում եմ մեր սիրելի գյումրեցիները մեր սարիկին ընտրեն, որպեսզի այն ծրագրերը, որոնք կիսատ են, որոնք մենք նախանշել ենք որպես կառավարություն, համահունչ իրականացնենք, էապես Գյումրին փոխենք։ Շնորհակալություն։ Բայց լավ, իմ բուն հարցին պատասխանեք, պարոն Սանոսյան, գնալու եք Ամուլսար, թե ոչ։ Ձեզ նաև վերագրում են անորակ ասֆալտներ, տենդերներին մասնակցելու, շահելու եւ անորակ ասֆալտներ իրականացնելու մեջ, պարոն Սանոսյան։ Այս մեղադրանքներին դուք։ Այդպեսի մեղադրանք չկա, որ ես արձագանք։ Այսինքն չեք ընդունում այդ մեղադրանքները։ Անորակ ասֆալտ տեղ-տեղ կարած, դրա համար էլ տեղ-տեղ գործեր կան, որոնք ընդունված չեն, ինչ նախնդիրը։ Դա միշտ եղել է, միշտ կլինի, այսինքն չեն կարող չէ բոլոր շինարարները միանման լավ աշխատանք անել։ Կլինեն շինարարներ, որոնք լավ չեն աշխատանք անում, դրա համար չեն վարձատրվում, մինչև տեսքի կբերեն, որակը կփոխեն, կվարձատրվեն, չէ՞, դա միշտ եղել է, միշտ կլինի։ Եթե մեկ լիներ, պարոն Սանոսյան, գուցե դա ընդունելի լիներ, բայց ըստ մեր գործընկերների հետքի մասնավորապես հոդվածի տարբեր ճանապարհահատվածների մասին է խոսում։ Հետքի հոդվածը ուշադիր կարդաք, ես դրա մասին եմ խոսում, որտեղ որակ ինչ-որ բան է խոսում, վերջում ասում է դե նախարարությունը չի վճարել։ Նախարարությունը դատական process-ի, այսինքն հենց հոդվածը նրա մասին է, որ իրենց նախանշած անորակ աշխատանքները մենք իրենցից վաղ տեսել ենք, հայտնաբերել ենք, չենք վճարել։ Այսինքն հետքը ամիսներ անց, երբեմն տարիներ անց գնացել է ինչ-որ միտեղ նկարել անորակ աշխատանք, հետո վերջում ասում է դե նախարարությունը չի վճարել։ Չեղա որ հետքը արձանագրել է այն, ինչ մենք վաղուց արձանագրել ենք, չենք վճարել, ինչ-որ մեկի դատական process-ի մեջ ենք, այնպես որ հետքի հոդվածը շատ լավն էր։ Լավ, հիմա պատասխանեք, պարոն Սանոսյան, գնալու եք, գործուղվելու եք Ամուլսար, թե ոչ։ Դեռ հստակ ոչ մի բան չկա իմ աշխատանքի հետ կապված դեռ ոչ մի հստակ բան չկա, դրա համար ոչինչ չեմ ասում։ Կախված է հստակ կեցումը, հստակությունը։ Դեռ հանգստանում եմ։